սեզոնի հետ կապված կարող են սրվել բազմաթիվ հիվանդություններ և առաջանալ նաև նոր հիվանդություններ, թոքաբորբերը դրանք մեր կյանքի պարտադիր հիվանդությունները չեն, կարող են լինել, կարող են չլինել, սակայն երբ որ օրգանիզմի դիմադրողականությունը ընկնում է, օրգանիզմում լինում է վիտամինաքաղց, շատ ենք աշխատում, շատ ենք ծանրաբեռնում մեզ, չենք հանգստանում, թեր սնվում ենք, դրան էլ գումարվում են արդեն արտաքին աշխարհից այդ վարակիչ վիրուսները կամ բակտերիաները և ցուրտ պայմաններում, որպես երրորդ պայման վիրուս, օրգանիզմի թույլ դիմադրողականություն և ցուրտ պայմաններ, այդ երեքը միասին նպաստում են, որպեսզի օրգանիզմում առաջանա արդեն հիվանդություն։ Ամենահաճախը ցրտի հետ կապված դա շնչական համակարգի հիվանդություններն են, քանի որ շնչում ենք սառը օդ, միկրոբները հեշտ են ներթափանցում և հեշտ կարող են առաջանալ տրախեիդներ, տրախեոբրոնխիտներ և թոքաբորբեր։ Դա կարող է լինել ինչպես մանկական հասակի մարդկանց մոտ, այնպես էլ մեծերի մոտ։ Մանկական տարիքում թոքաբորբերի ախտորոշման նպատակով ցանկալի չէ հենց սկզբից կատարել ռենտգեն հետազոտություն։ Մանկաբույժը լսելով երեխայի թոքերը, որոշակի անալիզներ նշանակելով, եթե բավարարվում են այդ տվյալներով, ապա բուժում են նշանակում և դրանով վերջացնում են գործը, սակայն եթե դժվար է ախտորոշվում կամ ձգձգվող վիճակներ են, ապա դիմում են ռենտգեն հետազոտությանը, որը մեր կենտրոնում անում ենք, երեխաների ռենտգեն հետազոտությունը նույնպես, ցածր մանկական ռենտգեն դոզաներ կան սարքի մեջ ներդրված, խնայող ռեժիմներով, երեխային ապահովելով այդ պաշտպանական գոգնոցներով, հետազոտում ենք, աշխատելով շատ չճարագայթ է։